Պարոն վարչապետ, տեղական ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություններ, ձայնագրություններ է տարածում, վերագրելով ուժեղ Հայաստանին ենթադրյալ ընտրակաշարք բաժանելու կամ նյութապես շահագրգռելու վերաբերյալ տեղեկություններ։ Նախ դուք ինչ կարծիք ունեք այս հրապարակումների մասին, ինչ եք կարծում, պետք է գա ինչ-որ մի փուլ, որ այդ կամ կարծում եք, որ այս հրապարակումներն այն մասին են, որ այդ ուժը չպետք է մասնակցի ընտրություններին, թե ոչ։ Եվ մեկ այլ հարց էլ, նաև դուք եք նյութապես շահագրգռելու մասին խոստումներ տալիս ձեր հանդիպումների ժամանակ, օրինակ, եթե չեմ սխալվում, Արմեն անունով մի երիտասարդի ասում էիք, որ 13 թե 14 հազար դրամով աշխատանքի վերցնեն, աշտարակում էր դա, մեկ այլ տեղ մի քաղաքացի մոտեցավ ձեզ լոգարանի խնդրով, դուք սկզբում ասեցիք, որ նախընտրական շրջան է չեն կարող, հետո մարզպետին ինչ-որ հանձնարարություն տվեցիք, ասեցիք մարզպետը փոխանցեք համարը։ Ինչպես է ստացվում, որ պարոն Փաշինյան, ձեր դեպքում 14 հազար դրամով օրը աշխատանք առաջարկել, օրինակ նյութապես շահագրգռել չէ, բայց երկու գաղափարակից, ինչպես Սամվել Կարապետյանի թիմից են հայտարարում, իրար հետ քննարկում են իրենց պատկերացրած ապագան, դա համարվում է նյութապես շահագրգռել։ Նախ Հայաստանի Հանրապետությունում կա ինստիտուտ, որը կոչվում է միասնական սոցիալական ծառայություն։ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներից է մարդկանց աշխատաշուկայում տեղավորելը եւ նաեւ կյանքի դժվարին իրավիճակում եւ սոցիալական կարիքներ ունեցող քաղաքացիների խնդիրներին արձագանքելը, այսինքն պետական այդ ինստիտուտի գործունեությունը ոչ մեկ չի կասեցրել, այսօր նպաստներ են բաժանվում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ կան, այսինքն երբ որ մարդիկ դիմում են պետական ինստիտուտներին, այդ պետական ինստիտուտները գործում են, թոշակներ են բաժանվում, նպաստներ եւ այլն, եւ այսինքն չենք կարող դա կանգնեցնել եւ օրենքը չի նախատեսում եւ Անտրամաբանակյանն էլ կլներ դա կանգնեցնել, ինչ վերաբերում է դա առաջին հարցին, այդ հարցը իրավական է, ես շատ նրբությունների կարող եմ եւ չտիրապետել, այնպես որ զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից։ Մենք այս քաղաքացու հետ կապված դուք աշխատանքի տեղավորումն դրա համար կա պետական ինստիտուտ եւ եթե դուք նկատի ունեք օրինակ Շենգավիթի մետրոյում քաղաքացու հետ խոսակցությունը, ես գիտեմ, որ քաղաքացուն աշխատանք է առաջարկվել իր ասած համապատասխան պետական մարմինների կողմից եւ նա հրաժարվել է այդ աշխատանքից, ինչը նաև ինձ ստիպում է ենթադրել, որ իր ասած խոսույթների մեջ, որտեղ այդտեղ խոսքը մարդու անհատի աշխատանքի մասին չէր, այլ երկրում տնտեսական իրավիճակի, աշխատատեղերի եւ այլնի մասին։ Եվ ել չեմ ասում այդ ամեն ինչը հրապարակային է, միջայլոց նոր խոսվում էր գաղտնալսումների մասին, դուք այդ ամեն ինչը որտեղից եք իմացել, ուղիղ եթերից, չէ՞։ Եթե դա իրավական գնահատականի արժանի է, թող իրավական գնահատական տա, ով ամ ձեռը բռնի։ Պարոն